Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդամենը գործիք է ընտրության արդյունքները ամփոփելու եւ ներկայացնելու համար։ Այս բառերով ազգային ժողովի փոխոսնակը փորձեց պաշտպանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնում վերստին առաջադրված Տիգրան Մուկուչյանին ու միաժամանակ սահուն անցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու ընդդիմադիրների քննադատություններին։ Տասնյակ ահազանգներ, որոնց հետևից ինքներդ գնացել եք, բայց ոչինչ չեք հայտնաբերել։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չեք արել, բայց բարձրաձայնում եք, նորանոր կասկածներ եք առաջացնում եւ հասարակական կարծիք ստեղծում։ Նրա հորդորը չանցած ընդդիմությունը ընտրության իրավունքը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձրել է մենաշնորհ, քննադատեց Զարուհի Փոստանջյանը։ Այո, մենաշնորհ եք դարձրել, որպեսզի միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող աղքատ քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրությունների եւ դուք իրենց նաեւ պարտադրեք ձեր ցանկությունները։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարը ընտրությունների մասին այլ կարծիք ունի։ Ըստ նրա, բոլոր համայնքներում ընդդիմության ձայների գումարը ցույց է տալիս, որ հաղթել է ընդդիմությունը։ Այլ հարց է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերս չեն կարողանում միասնական քաղաքական օրակարգ ձևավորել եւ հանդես գալ մեկ միասնական հարթակով։ Այդտեղ ժողովուրդը մեղավոր չէ։ Օրվա երկրորդ կեսին падգամավորները հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին։ Падգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրաձայնեց աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոթիի Երևանյան չկայացած համերգի տոմսերի գումարների վերադարձման հարցը։ Ես ինքս առնչվել եմ այդ խնդրի հետ եւ 3 անգամ խաբել են խոստանալով գումարը վերադարձնել։ Եթե բնականաբար պարտապանը եւ պարտատերը այս դեպքում չեն գալիս պատշաճ համաձայնության ինչ ժամկետներում, ինչպես պիտի փոխհատուցում իրականացվի, բայց դա փաստ է, որ դա պիտի իրականացվի, ապա դրա համար գործում է դատական մեխանիզմը։ Իդեպ այս անգամ լրագրողները չկարողացան հարցեր ուղղել վարչապետին։ Ազգային ժողովի անվտանգությունն ու լրատվության բաժինը թույլ չտվեցին լրագրողների տեղաշարժը, պատճառաբանելով, թե տարածքը հատուկ պահպանվող է։